Ամեն օր մեր հետ ու մեր քթի տակ կատարվում են բաներ, որոնք ունեն իրենց բացատրությունը։ Այդ հարցերի մեջ մենք հաճախ չենք խորանում։ Մտածիրը շարք է, որտեղ խոսում ենք մեր կողքի ու մեր հետ կատարվող երևույթների մասին։ Իսկ այս թողարկմանը պատմելու ենք վատ լուրերի ուժի մասին, փորձելու ենք հասկանալ ինչ անել, որ ոչ թե երևույթները, այլ մենք կառավարենք մեր կյանքը։ Հենց այս վայրկյանին աշխարհում միլիոնավոր իրադարձություններ են տեղի ունենում։ Ինչ որտեղ երեխա է լույս աշխարհ գալիս, ինչ որ մեկը վերջապես գտնում է իր երազանքների աշխատանքը։ Մի գիտնական լաբորատորիայում հայտնաբերում է անբուժելի մի հիվանդության բուժումը։ Փարիզում էլ երկու անծանոթ հանդիպում են ու սիրահարվում։ Սրանք իրական փաստեր են, որոնք մեր մոլորակի կյանքի մի մասն են։ Բայց եկեք անկեղծ լինենք, մենք սրանց մասին գրեթե երբեք չենք լսում լուրերի թողարկումներում կամ երբեք չենք տեսնում սոցցանցերի մեր էջերում։ Փոխարենը հենց բացում ենք հեռախոսը կամ միացնում հեռուստացույցը, լսում ենք հետևյալ բառերը՝ աղետ, ճգնաժամ, պատերազմ, վտանգ, տնտեսական անկում, սկանդալ։ Եվ այսպես օրեցօր կամաց մեր մեջ ձևավորվում է մի համոզմունք, թե աշխարհը կործանվում է, մարդիկ գժվում են, ամեն ինչ գնալով վատանում է, իսկ ապագան միայն վտանգներ է խոստանում։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք ու մտածենք. արդյոք աշխարհը իրոք այնքան վատն է դարձել, թե խնդիրը լուրերի մեջ է։ Միլիոնավոր տարիներ առաջ մեր նախնիների կյանքը կախված էր մի պարզ, բայց դաժան կանոնից, ով նկատեց թաքնված վտանգը, ասենք անտառում շատ մոտ ապրող գազանին, որը թփերում դիրքավորվել էր։ Նա էլ ողջ մնաց։ Եվ այդ ընթացքում մեր ուղեղը սովորեց մի շատ կարևոր դաս. վատ լուրը միշտ ավելի կարևոր է, քան լավը։ Մտածեք ինքներդ. Եթե դուք բաց թողնեք լավ նորությունը, օրինակ վարչական շրջաններից մեկում խաղահրապարակ են կառուցել եւ եթե դուք չտանեք ձեր երեխային այնտեղ, ոչինչ տեղի չի ունենա։ Բայց եթե բաց թողնեք վատ նորությունը, այն որ օրինակ 3 օր ջուր չեք ունենալու, դուք չեք հավաքի ջրային պաշար։ Ահա թե ինչու է մեր ուղեղը կառուցված այնպես, որ ավտոմատ կերպով, առանց մեր կամքի, շատ ավելի ուժեղ ու արագ արձագանքի բացասական տեղեկատվությանը, միտում ունենալով առաջին հերթին պաշտպանվել։ Սա մեր բնազդն է, ոչ թե մեր գիտակցված ընտրությունը։ Հոգեբաններն այս երևույթն անվանում են բացասական կողմնակալություն։ Երբ մենք տեսնում ենք մի վտանգավոր վերնագիր, մեր սիրտը ակամա սկսում է արագ աշխատել։ Երբ լսում ենք ինչ-որ վատ իրադարձության մասին, մեր ուշադրությունը սրվում է։ Իսկ երբ տեսնում ենք ինչ-որ սկանդալային տեսանյութ, մեր աչքերը պարզապես գանվում են էկրանին։ Այս ամենն այն պատճառով է, որ այդ տեղեկատվությունը կենսականորեն կարևոր է մեր անվտանգության համար։ Եվ առհասարակ կապ չունի այն անմիջապես մեզ վերաբերում է, թե չէ, որովհետև հաճախ մտածում ենք. գուցե մի օր ինձ հետ էլ պատահի։ Ժամանակակից մեդիան վաղուց է հասկացել այս գաղտնիքը։ Եթե վերնագիրը վախեցնում է, ապա մենք անպայման կսեղմենք դրա վրա։ Եթե սպառնում է մեր բարեկեցությանը, մենք կկարդանք մինչև վերջ։ Եթե այն մեզ անհանգստացնում է, մենք կցանկանանք կիսվել դրանով ուրիշների հետ։ Այսպես ձևավորվեց տեղեկատվական աշխարհի մի դաժան օրենք։ Վատ լուրը տարածվում է կայծակնային արագությամբ, իսկ լավը դանդաղ ու աննկատ։ Սակայն սա միայն լրագրության կամ մեդիայի մասին չէ։ Սա նաև մաքուր տնտեսագիտություն է։ Այսօր ուշադրությունը ամենաթանկ ու սահմանափակ ռեսուրսն է։ Այն հարթակները, որոնք կարողանում են գրավել ավելի շատ մարդկանց ուշադրություն, ստանում են ավելի շատ դիտումներ, հետևաբար ավելի շատ գովազդ ու ավելի մեծ ազդեցություն։ Ստացվում է, վատ լուրերը պարզապես իրենց կյանքով չեն ապրում։ Դրանք մրցում են միմյանց հետ։ Եվ այդ մրցակցության մեջ միշտ հաղթում է այն լուրը, որն ավելի ցնցող է, ավելի վախեցնող ու ավելի ազդեցիկ, քանի որ այն ակտիվացնում է մեր ամենահզոր զգացմունքները՝ վախը, զայրույթն ու անարդարության զգացումը։ Հենց զգացմունքներն են, որ արագացնում են տեղեկատվության տարածումը։ Իրականում մարդիկ պարզապես տեղեկատվություն չեն տարածում։ Նրանք տարածում են իրենց զգացողությունները։ Երբ մի լուր մեզ ստիպում է ինչ-որ բան զգալ, մենք ենթագիտակցաբար ուզում ենք, որ ուրիշներն էլ զգան նույնը, եւ մենք կիսվում ենք դրանով։ Այդ պահին լուրը դադարում է լինել պարզապես նորություն։ Այն դառնում է վարակ։ Թվային աշխարհում սա տեղի է ունենում վայրկյանների ընթացքում։ Մի վերնագիր կարող է հասնել միլիոնավոր մարդկանց նախքան որևէ մեկը կփորձի ստուգել, արդյոք դա ճիշտ է։ Ու նույնիսկ եթե հետո պարզվի, որ դա սխալ էր կամ չափազանցված, դա արդեն էական չէ։ Որովհետև առաջին տպավորությունը միշտ ավելի ուժեղ է լինում։ Մեր ուղեղը հիշում է վտանգը շատ ավելի երկար, քան դրա հերքումը։ Սա նշանակում է, որ վատ լուրերը ոչ միայն արագ են տարածվում, այլև երկար են ապրում մեր գլխում։ Ժամանակի ընթացքում այս ամենը սկսում է լուրջ կերպով փոխել մեր իրականության ընկալումը։ Եթե մենք ամեն օր լսում ենք միայն վտանգների մասին, սկսում ենք հավատալ, որ վտանգն ամենուր է։ Եթե ամեն օր կարդում ենք ճգնաժամերի մասին, մեզ թվում է, թե ճգնաժամը մշտական վիճակ է։
Աշխարհը գուցե չի փոխվում, բայց փոխվում է աշխարհի նկատմամբ մեր ընկալումը։ Եվ հենց այստեղ է թաքնված վատ լուրերի ուժը։ Նրանք չեն փոխում իրականությունը, բայց նրանք փոխում են մեր իրականության զգացողությունը։ Երբ մարդը հավատում է, որ աշխարհը վտանգավոր է, նա սկսում է ապրել պաշտպանական ռեժիմով։ Նա սկսում է ավելի քիչ վստահել մարդկանց, ավելի քիչ ռիսկի դիմել ու ավելի քիչ փորձել ինչ-որ բան փոխել իր կյանքում։ Իսկ վախեցած մարդը, ինչպես գիտենք, շատ ավելի հեշտ է կառավարվում, նրան ավելի հեշտ է համոզել կամ նրա վրա ազդել։ Բացասական տեղեկատվությունը միշտ էլ եղել է ազդեցության հզոր գործիք։ Հիմա այն ավելի տարածված է պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ։ Այսօր յուրաքանչյուրս մեր գրպանում ունենք մի սարք, որը ցանկացած պահի կարող է մեզ հասցնել աշխարհի ամենավատ լուրերը, անմիջապես առանց որևէ ֆիլտրի ու առանց դադարի։ Եթե նախկինում մարդիկ լուրերը լսում էին օրը մեկ անգամ, թերթ կարդալով կամ հեռուստացույց դիտելով, ապա այսօր մենք դա անում ենք հարյուրավոր անգամներ։ Մեր ուղեղը սրան պատրաստ չէ։ Երբ ահազանգը միշտ միացված է, մեր մարմինը սկսում է ապրել քրոնիկական սթրեսի մեջ։ Մեր մեջ վախ է առաջանում։ Ինֆորմացիաների հոսքերի մեջ մոռանում ենք կարևոր բաների մասին։ Երբեմն էլ, երբ տանը ապահով ու հարմարավետ նստած ենք, մեր օրգանիզմն արձագանքում է այնպես, կարծես վտանգը հենց մեր դռան շեմին է։ Սա կոչվում է տեղեկատվական սթրես եւ այն շատ իրական է։ Մարդը սկսում է կարծել, որ լավ բաները պարզապես պատահական բացառություններ են, իսկ վատը ընդհանուր կանոն։ Սա իրականության աղավաղում է։ Եթե օրինակ լուրերով հիմնականում ցույց են տալիս ավտովթարները, կարող ենք մտածել, որ ճանապարհ դուրս գալը մահացու վտանգավոր է։ Նույնիսկ եթե միլիոնավոր այլ մեքենաներ ամեն օր անփորձանք հասնում են տեղ։ Մեդիան ցույց է տալիս բացառությունները, բայց մեր ուղեղն ընկալում է դրանք որպես օրինաչափություն։ Բայց կա մի ավելի հետաքրքիր ու նույնիսկ զարմանալի փաստ։ Շատերն ասում են, որ հոգնել են վատ լուրերից, բայց շարունակում են դրանք դիտել։ Ինչու՞։ Որովհետև վատ լուրերը կարող են կախվածություն առաջացնել։ Ամեն օր վտանգ տեսնելիս ուղեղն ակտիվանում է, եւ այդ ակտիվացումը որոշակի զգացողություն է առաջացնում, որին ուղեղը սովորում է ու սկսում փնտրել նորից ու նորից։ Սա նույն մեխանիզմն է, որի պատճառով մենք չենք կարողանում դադարեցնել հեռախոսի էկրանը թերթելը։ Ոչ թե որովհետև մեզ դուր է գալիս բովանդակությունը, այլ որովհետև վախենում ենք բաց թողնել ինչ-որ կարևոր բան։ Զուգահեռ նաև հաճույք ենք ստանում, ուղեղը սկսում է դոֆամին արտադրել։ Ուղեղի համար անտեղյակ լինելը հավասար է վտանգի։ Ահա թե ինչու է ուղեղը մեզ ստիպում անընդհատ ստուգել նորությունները։ Վատ լուրերը ադրենալին են տալիս։ Երբ մեզ թվում է, թե ամեն ինչից տեղյակ ենք, անտեսում ենք, որ դա մեզ լրացուցիչ սթրեսի է ենթարկում։ Իհարկե, տեղեկացված լինելն օգտակար է, բայց անընդհատ վտանգի ազդանշաններ ստանալը վնասակար։ Սա նուրբ սահման է, որը շատերը չեն նկատում։ Այդ ընթացքում վատ լուրերը դանդաղ փոխում են նրանց մտածելակերպն ու աշխարհայացքը։ Եվ երբ մեր աշխարհայացքը կառուցվում է վախի հիմքի վրա, սկսում ենք ապագան տեսնել խտացված գույներով։ Հենց սա է պատճառը, որ շատերը համոզված են, թե աշխարհը գնալով կործանվում է, որովհետև նրանք ապրում են ոչ թե իրական աշխարհում, այլ տեղեկատվական իրականության մեջ, որը կառուցված է այն ամենից, ինչ իրենք տեսնում են ամեն օր էկրաններից այն կողմ։ Այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. իսկ ով է ընտրում այն տեղեկատվությունը, որը մենք կսպառենք։ Եթե մենք ինքներս չենք անում այդ ընտրությունը, մեր փոխարեն դա անում են ալգորիթմները։ Իսկ ալգորիթմները չեն փնտրում ճշմարտություն, նրանք փնտրում են այն, ինչը երկար կպահի մեզ ցանցում։ Իսկ ուշադրությունը, ինչպես արդեն գիտենք, ամենից լավ պահում է վտանգը։ Սա նշանակում է, որ թվային աշխարհն իր բնույթով հակված է մեզ ցույց տալու ավելի շատ վատը, քան լավը։ Եվ սա ոչ թե ինչ-որ գաղտնի դավադրություն է, այլ պարզապես աշխատող մեխանիզմ, որը չի մտածում մեր հոգեկան հանգստի մասին, այլ միայն մեր ներգրավվածության։ Եթե վատ լուրերը մեզ պահում են էկրանի առաջ, ապա համացանցը մեզ կմատուցի դրանք ավելի շատ, ավելի հաճախ ու ավելի ազդեցիկ ձևով, մինչև որ աշխարհը մեզ վերջնականապես մռայլ թվա։ Սա վտանգավոր է, որովհետև կորում է հավասարակշռությունը։ Իրական կյանքում կա եւ լավը, եւ վատը, բայց տեղեկատվական դաշտում հաճախ մնում է միայն վատը։ Բայց ես ձեզ համար նաեւ լավ նորություն ունեմ։ Այն ամենը, ինչ ստեղծվել է այս մեխանիզմով, կարող է փոխվել ձեր գիտակցության շնորհիվ։ Երբ դուք հասկանում եք, թե ինչպես են աշխատում վատ լուրերը, դրանք կորցնում են իրենց իշխանությունը։ Դուք սկսում եք նկատել այն վերնագրերը, որոնք փորձում են ձեզ վախեցնել։ Ճանաչում եք այն բառերը, որոնք հատուկ են ընտրված ձեզ ցնցելու համար, եւ սկսում եք տարբերել իրական տեղեկատվությունը պարզապես էմոցիոնալ ազդեցությունից։
Մենք կարող ենք ընտրել ինչ կարդալ, ինչին հավատալ եւ ինչով լցնել մտքի տարածքը, որովհետեւ այն, ինչին մենք տալիս ենք մեր ուշադրությունը, ձևավորում է մեր առօրյան։ Եթե կենտրոնանանք միայն վատի վրա, այն կլցնի մեր ամբողջ կյանքը։ Բայց եթե սովորենք տեսնել նաեւ լավը, մեր իրականությունը կհավասարակշռվի։ Աշխարհում միշտ էլ կլինեն խնդիրներ ու վատ լուրեր։ Դա անխուսափելի է։ Բայց նույնքան իրական են նաև այն, որ ամեն օր տեղի են ունենում հազարավոր բարի ու դրական բաներ, որոնք հաճախ չեն դառնում սենսացիոն վերնագրեր։ Ոչ թե որովհետև դրանք կարևոր չեն, այլ որովհետև դրանք չեն վախեցնում։ Վատ լուրերը միշտ աղմուկ են բարձրացնում, լավ լուրերն այդ աղմուկի մեջ կորում են։ Եվ եթե ուզում եք տեսնել աշխարհի ամբողջական պատկերը, պետք է սովորեք լսել ոչ միայն այդ աղմուկը, այլև լռությունը։ Թե որ լուրերին թույլ կտանք սահմանել մեր իրականությունն ու կյանքի որակը, մեր ընտրությունն է։ Որովհետև իրականությունը շատ ավելի լայն է ու բազմազան, քան ցանկացած ամենասարսափելի վերնագիր։ Մենք պարզապես խոսեցինք այս թեմայի ու այն մեխանիզմների մասին, որոնք ազդում են բոլորիս վրա։ Մեր նպատակը ձեզ որևէ բանում համոզելը կամ քարոզելը չէ։ Ի վերջո միայն դուք եք որոշում, թե ինչպես նայել աշխարհին եւ ինչ տեղեկատվությամբ սնվել։ Ընտրությունը միշտ ձերն է։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ միասին մտածենք մեր կողքը կատարվող երևույթների մասին, որոնք չեն անհանգստացնում, բայց կառավարում են մեր վարքագիծը։